Ես սկսեցի սիրել Բարսելոնան Ռոնալդինոյի շնորհիվ, երբ Ռոնալդինոն PSG-ից տեղափոխվեց Բարսելոն, այդ ժամանակվանից ի վեր այնտեղ կար Կլյուվերտ, Ռիվալդո, Կոկու եւ նմանատիպ այլ լեգենդար ֆուտբոլիստներ, բայց այն սրտանց որ կպա միանգամից եղել է Ռոնալդինոյի մուտքից հետո, երբ սկսեց Ռոնալդինոն սովորացնել թե ինչպես կարելի է ֆուտբոլ խաղալ Մեսսին, այդ ժամանակվանից էլ ավելի կրկնապատկվեց ու սերս դարձավ անսահման դեպի Բարսելոնա։ Ռեալ Մադրիդի պատմության մեջ վերջինից գամ Մոդրիչ, Ռոնալդո Ռոնալդո բրազիլիացին ու եկեք այդքանով սահմանափակվենք Ռեալի հետ կապված։ Ռեալ Մադրիդ, բայց ինչ եմ քեզ Ռեալ Մադրիդից խոսում։ Ինչ եմ Ռեալ Մադրիդից խոսում։ Հա, օքեյ։ Ունեցել է Ռեալ Մադրիդը, հիմա ծաղկուն շրջանում չի։ Եկեք փաստենք, դա միանշանակ պարզ է, ինչքան էլ Մբապե, ինչքան էլ Բելինգեմ, այդքան էլ այն չեն, ինչ ժամանակին խաղացել են տիտղոսակիր եւ շատ հանրահայտ ֆուտբոլիստներ։ Բարսելոնի ծաղկուն շրջանը եղել է Պեպ Գուարդիոլայից մինչև Լուիս Էնրիկեի գլխավորած տարիները։ Բարսելոնը երբ որ նահանջեց, ծաղկունությունից թոռոմեց, դա Մեսսիի գնալն էր։ Ես դա մի փոքր չեմ ընդունում։